տխմար հայտարարություն է անում, իհարկե հասկանալի է, բացառապես իր ազգային պետական շահերից ելնելով այդ հայտարարությունն անում, ID ուղիղ իր սեփական լսանի համար, բայց կանգնած գիտնականների, այսպես չագերտավոր գիտնականների դիմաց ասում է, գիտեք, ռուսական ցարական քարտեզների մեջ տեսել են, գիտեք, գոյչա բառը։ Ես էլ ասում եմ, ու այնտեղ հասկանալի է, չէ՞, որ գիտնականներ, եթե իրենց հարգող իրոք գիտնականներ կան, հիմա գոնե իհարկե բացահայտ չեն ասի, որ դա դիմացը դիկտատոր է կանգնած։ Կասեն, այս մարդը էս ինչ է զառանցում։ Եկեք ես հենց հիմա 20 հատ ցարական քարտեզ ցույց տամ, որտեղ որ Սևան է գրած։ Ու տոպոնիմները ընդհանրապես ադրբեջանական չեն, այլ հայկական։ Ինչի մասին է խոսքը։ Այդ կամ եկեք ավելի վաղ քարտեզներ ցույց տամ, որտեղ որ բացառապես Սևանը, եթե պատմաշխարհագրորեն նայում ես, աշխարհի ցանկացած քարտեզի վրա տրված է որպես գեղամա ծով։ Նույն Վանա լիճը տրված է որպես Բզնունյա ծով, կամ Ուրմիա լիճը որպես Կաբուդան ծով։ Այսինքն այս ամեն ինչը շահարկման առարկա է։ Ու իհարկե այդ մարդիկ այ կարողանում են հիմա այդպես օրակարգ գեներացնել։ Պաշտոնապես է հաստատվել, չէ՞ որ պետության կողմից հովանավորվում է շատ լուրջ ֆինանսական աջակցությամբ այդ Արևմտյան Ադրբեջան մտածածին, արհեստածին կառույցի ֆինանսավորումը եւ դրա ռոպագանդան։ Հիմա հասկանում ենք, որ մարդիկ այն գլխից կարծեմ դերևս 1 տարի առանց ձեր հետ հարցազրույցի ժամանակ ես ասել եմ Ալիևի աչքը Սևանի վրա է եւ ընդհանրապես Սևանի ավազանի որպես քաղցրահամ խմելու, որտեղ Ադրբեջանը ունի ջրի խնդիր։